Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության գաղտնիքներ, քննարկում բժշկության կարևորագույն թեմաներ, օգնում ձեզ ձեռնարկել քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման համար։ Տաղավարում ես եմ Ռիփսիմե Պոդոսյանը, Նյարդաբան։ Ինչպես միշտ հաղորդումը սկսենք օրվա անոնսով։ Դիտեք այսօր ախտորոշիչ ամենահաճախ կիրառվող մեթոդները ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազոտությունները երբ են կիրառվում, որքանով են անվտանգ եւ որքան հաճախ կարելի է դիմել նմանատիպ հետազոտությունների։ Ինչպես խնամել հետվիրահատական սպիերը եւ բարելավել մաշկի տեսքը։ Արդյոք հարկավոր է այցելել բժշկի, եթե երեխան գանգատ չունի, եւ առհասարակ ինչ է իրենից ներկայացնում երեխաների սկրինինգային ծրագիրը։ Ինչով է սպորտային մերսումը տարբերվում այլ տեսակի մերսումներից եւ ում է այն ցուցված։ Ատամների շապիկներ թե վինիրներ։ Ինչն է ավելի հարմար ու արդյունավետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր խոսելու ենք կարևոր թեմայից, քանի որ առողջապահության կարևորագույն ճյուղերից մեկը հենց ճիշտ ախտորոշումն է։ Ինչպես գիտենք, բուժման կարևորագույն մասը կազմում է նաև տեղին եւ ժամանակին ախտորոշումը։ Այսօր խոսելու ենք ուլտրաձայնային եւ ռենտգեն հետազոտություններից, որ դեպքում որ մեթոդն է ավելի կիրառելի եւ ինֆորմատիվ։ Իմ այսօրվա հյուրն է Վիտամեդ բժշկական կենտրոնների հիմնադիր տնօրեն, բժիշկ ռադիոլոգ Վարդան Մանուկյանը։ Ողջույն, բժիշկ Մանուկյան։ Ողջույն։ Ինչպես նշեցի, խոսելու ենք այսպես տարանջատենք, խոսենք այս մեթոդների մոտեցումների եւ ճիշտ ժամանակին կիրառելիության մասին։ Եկեք սկսենք ուլտրաձայնային հետազոտություններից, այն ինչ է իրենից ներկայացնում ուլտրաձայնային հետազոտությունը եւ հատկապես երբ է կիրառվում։ Ուլտրաձայնային հետազոտությունը գործիքային, անվնաս ոչ ճառագայթային հետազոտման մեթոդ է։ Կարելի ասել ինքը հեշտ հասանելի մատչելի առաջին հերթին, գրեթե բոլոր բուժկենտրոնները հագեցած են այս մեթոդներով։ Խնդրեմ ասեք հիմնականում որ օրգան համակարգերի դեպքում է կարևոր կատարել ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը շատ օրգան համակարգերի համար համարվում է հետազոտման առաջնային մեթոդ։ Առաջնային մեթոդը, այսինքն որոշակի գանգատների դեպքում բժիշկ մասնագետները հենց ուղղորդում են առաջնային ուլտրաձայնային հետազոտությամբ հաշվի առնելով այդ մեթոդի որոշակի առանձնահատկություններ, անվնասություններ, մատչելիությունը, արագ պատասխանի հնարավորությունը եւ օրինակ վահանաձև գեղձի հետազոտությունների ժամանակ ուլտրաձայնային հետազոտությունը համարվում է առաջնային մեթոդ, հղիության հետազոտությունների ժամանակ համարվում է եւ առաջնային մեթոդ եւ հիմնականում հիմնական մեթոդ։ Հոշտի օրգանների հետազոտության ժամանակ որովայնի օրգանների, հոդերի, նորածինների, կոնքազրային հոդերի սկրինինգային հետազոտությունների ժամանակ, ինչպես նաեւ նորածինների գլխուղեղի հետազոտման ժամանակ վաղ ծննդալուծված բալիկների մոտ կա ռիսկ ներուղեղային արյունազեղման համար եւ դա գնահատելու համար մանկաբույժները շատ հաճախ բարբերաբար միջև որոշակի տարիք իրականացնում են նեյրոսոնոգրաֆիա։ Եթե կարելի է բժշկվեք նաեւ այն հիվանդությունները, որոնց դեպքում, օրինակ ինչպես ասեցիք վահանագեղձի հիվանդության դեպքում, այլ որ հիվանդությունները կարելի է միանգամայն ախտորոշել ուլտրաձայնային հետազոտությամբ, որ այլ հետազոտության կարիք այլևս չլինի։ Ձեր նշած հենց վահանաձև գեղձի հիվանդությունները իրենք հենց հիմնականում ախտորոշում են ուլտրաձայնային հետազոտությամբ եւ միջազգային տարբեր դասակարգումներ իրականացնելով, օրինակ վահանաձև գեղձի հանգույցների դեպքում մենք ունենում ենք դասակարգումներով եւ ցուցում բիոպսիա անել թե չանել։ Եվ նաեւ վահանաձև գեղձի մյուս հիվանդությունները նույնպես ունեն իրենց տիպիկ նշանները ուլտրաձայնային եւ այդ նշանները մենք տեսնելով մենք կարողանում ենք որպես ուլտրաձայնային հետազոտության եզրակացություն նշենք այս կամ այն պատկերը։ Արդեն բժիշկ կլինիցիստների կողմից դրվում է կլինիկական ախտորոշումը հիմնվելով եւ մեր տվյալների նաեւ լաբորատոր հետազոտությունների վրա։ Համաձայն եմ, շատ դեպքերում նույնիսկ կարևոր է դինամիկան։ Եթե օրինակ մենք այս օրգանը չենք հետազոտել նախկինում, դժվարանում ենք կողմնորոշվել արդյոք անհանգստանալու կարիք կա թե ոչ։ Բայց եթե եք ժամանակ հետո հետազոտում ենք եւ տեսնում ենք, որ ինչ որ տեղաշարժ կա ոչ այնքան լավ, չէ, դա եւս կլինիկական, այսպես ասած, որոշում կայացնելու չափորոշիչներից մեկն է։ Այո, հենց մեր կլինիկայում մենք ունենք ընթացակարգ, երբ բուժառուներին անհրաժեշտ է դինամիկ հսկողություն, օրինակ 6 ամսից կամ 1 տարուց կամ երբեմն քիչ, բայց երբեմն նաև 3 ամսից մեր աշխատակիցները զանգահարում են եւ զգուշացնում են, որ ձեր հետազոտության ժամանակն է, եթե ցանկանում եք, եթե այլ երկրում չեք, կարող եք մոտենալ եւ հետազոտություն իրականացնել։ Հոյակապ մոտեցում է, գիտեմ, որ հետադարձ կապը շատ կարեւոր է բուժառուների հետ։ Հետաքրքիր է ուլտրաձայնային հետազոտության դեպքում կա այսպիսի սահմանափակում, որ շաբաթը 1
իհարկե կարելի կամ ինքը անսահմանափակ հաճախականությամբ կարող ենք անցկացնել առանց վտանգի։ Այն հանգամանքը, որ ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հղիության ամեն առաջի օրից, դա հուշում է նրա մասին, որ ինքը անվտանգ է։ Որոշակի հետազոտություններ կան միջև հղիության 7-8 շաբաթական, որ օրինակ 1 ժամից ավել, 1 ժամ, այսինքն մեկ հետազոտությունը պետք չէ տևի 1 ժամից ավել, օրինակ, բայց դա այն դեպքն է, երբ երբևէ տվյալ տիպի հետազոտություն չի իրականացվում։ Այլ հարց է, եթե իհարկե ցուցում կա, չէ՞, շատ դեպքերում նույնիսկ բուժառուն կարող է հաճախակի եւ անհիմն գալ հետազոտության եւ դրա կարիքը չկա։ Մեր կենտրոնի առավելություններից է նաեւ այն, որ մենք երբևէ անիմաստ հետազոտություններ, թե լաբորատոր, թե գործիքային չենք ցուցում, դրդում ավելորդ ցուցումներ չեք տալիս։ Սա կարծում եմ էլի կարևորագույն մոտեցումներից մեկն է։ Խոսենք նաեւ այն մասին, ալտերնատիվ, այսպես ասած, մեթոդներից կամ այն դեպքերի, երբ որ ուլտրաձայնային հետազոտությունը բավարար ինֆորմացիա չի տալիս, մենք որոշեցինք անդրադառնանք նաև ռենտգենոլոգիական հետազոտությունների, խնդրեմ ասեք, որ դեպքում է լինում, որ առաջնային հետազոտություն միգուցե կատարվել է կամ ուլտրաձայնային հետազոտությունը բավարար չէ եւ ցուցվում է ռենտգեն հետազոտություն։ Ուլտրաձայնային տեխնոլոգիաների զարգացման զուգընթաց լայնանում է նաև իր կիրառման ոլորտները։ Այժմ ուլտրաձայնային հետազոտությամբ, նաև կոնտրաստային ուլտրաձայնային հետազոտությամբ բժշկության մեջ իրականացվում են բազմաթիվ լայն հետազոտություններ, թե վահանաձև գեղձի հետ, թե ներքին օրգանների, այլ գոյացությունների դիֆերենցիալ ախտորոշման հետ կապված, բայց քանի որ Հայաստանում մենք առայժմ չունենք գրանցված ուլտրաձայնային կոնտրաստ նյութ, այժմ որոշակի հետազոտություններ, որոնք որ մենք կարող ենք ախտորոշել, եթե ունենայինք մենք կոնտրաստ ուլտրաձայն այդ նյութը գրանցված եւ կիրառող, մենք իրականացնեինք տվյալ մեթոդները, բայց երբեմն օրինակ, քանի որ հարցը հնչեց ռենտգենի հետ կապված համեմատությունը, ես նշեմ օրինակ թոքերի հետազոտության ժամանակ մենք ճիշտ մանկահասակ երեխաներին մենք նախընտրում ենք, մեր մանկաբույժները նախընտրում են սկսեն ուլտրաձայնային հետազոտությունից, բայց երբ որ մանկաբույժի մոտ կա համոզմունք, որ այդուհանդերձ երեխայի մոտ տվյալ շնչառական աղմուկները կապված են թոքաբորբի հետ, մենք նաև իրականացնում ենք ռենտգեն հետազոտություն, եւ քանի որ մեր ռենտգեն հետազոտությունը թվային է, այսինքն մեր թաղանթային, այսինքն հին մեթոդով չի, երբ որ ճառագայթի դոզան բավականին շատ է, մենք նաև առանց վարանելու նաև իրականացնում ենք ռենտգեն հետազոտության մեթոդ, որով եւ արդեն մանկաբույժի համար շատ ավելի մեծ ինֆորմացիա է լինում անմիան ուլտրաձայնային հետազոտությունը, քանի որ մենք ուլտրաձայնով տեսնում ենք միայն արպատային, թոքերի արպատային հատվածները եւ հեղուկի կուտակումը, որը նաեւ հուշում է, որ կարող ենք մենք ունենալ բորբոքում, որից եւ միգուցե ցուցում լինի ռենտգենի։ Բայց չմոռանանք, որ նաեւ մեծահասակների դեպքում ինքը բավականին լայնորեն կիրառվող է, դուք խոսեցիք հենց մանկական տարիքում, բայց կարծում եմ մեծահասակների դեպքում եւս մեծահասակների դեպքում նույնպես, բայց մեծահասակների դեպքում, քանի որ թոքադաշտը մեծ է, ծավալը մեծ է եւ խորը հյուսվածքները ավելի խոր տեղակայված հնարավորություն թոքաբորբի զոնաները կարող են լինել, այդ դեպքում երբ որ մենք ունենք առաջնային ոչ թե կրկնող դինամիկա հսկողություն, այդ դեպքում մեր կլինիցիստները ավելի նախընտրում են հետազոտությունը սկսել ռենտգեն հետազոտությամբ, թվային ռենտգեն հետազոտությամբ, մեր մոտ իրականացնում են պարտադիր 2 պրոյեկցիաներով եւ եթե այդ պարագայում մենք ունենում ենք կասկած պլևրալ ծոցերում քիչ քանակի հեղուկի հետ կապված, նաեւ մենք իրականացնում ենք ուլտրաձայնային հետազոտություն։ Հենց բժիշկ ռադիոլոգների առավելությունը օրինակ միայն սոնոգրաֆիստներից, այսինքն կան մասնագետներ, որ միայն սոնոգրաֆիստ են, կան նաեւ ռադիոլոգներ, որոնք ռադիոլոգ են, այսինքն համ սոնոգրաֆիա, համ ճառագայթային ախտորոշման մյուս մեթոդները, մենք լինում է որ հենց բուժառուին միանգամից ռենտգեն կաբինետից ուղեկցում ենք սոնոգրաֆիայի կաբինետ, նույնիսկ անվճար շատ դեպքերում դատչիկը տվիչը մենք ոնց խոսակցական դատչիկը մի վայրկյան դնելով մենք կարող ենք հասկանալ դա իր մոտ կպում է նախկինում ունեցած հիվանդություններից, թե հավաքված հեղուկ ունենք եւ այդ դեպքում մենք արագ կողմնորոշում ենք եւ նաեւ մեր ինֆորմացիան փոխանցում ենք մեր կլինիցիստներին հետագա վարման հետ կապված արդեն որոշումներ կայացնելու։ Այսօր ժամանակակից բժշկագիտության մեջ նաև շատ կարևոր է այդ լրացնելը, այսինքն երբ որ կա այս մեթոդը, բայց մենք անհրաժեշտություն ենք տեսնում, որ պետք է նույնիսկ ներգրավենք մեկ այլ մասնագետի կամ ուլտրաձայնի հետ անենք նաև ռենտգեն հետազոտություն, շատ կարևոր է, որ երկուսն էլ առկա լինեն կենտրոնում եւ որևէ կերպ բժիշկին չկաշկանդի։ Օրինակ տեսեք նույն COVID-ից հետո շատ հաճախ մենք տեսանք, որ սկսեցին հետազոտություններ անել թոքերի հենց ուլտրաձայնի վրա ակցենտ դնելով ռենտգեն չուղարկելու կամ կոմպյուտերային տոմոգրաֆիայի հոդերի
համար կարծում եմ շատ բժիշկ վնասվածքաբանների համար ինչքան էլ ոսկե ստանդարտը մնում է ռենտգենը, բայց միևնույն ժամանակ հոդերի շատ ու շատ հիվանդությունների դեպքում նախընտրում ենք սկսել սոնոգրաֆիայից, այ կխնդրեմ նաև այս տարանջատումը եւ կարեւորությունը ուլտրաձայնի ու ռենտգենի նշեք։ Մեր մոտեցումը այսպես է, եթե բուժառուի մոտ արկա է վնասվածք, այդ դեպքերում սուր վիճակ եւ վնասվածք ու բուժառուն դիմել է անմիջապես մեզ։ Հիմա շատ հաճախ է լինում, որ բուժառուն դիմում է միանգամից հետազոտության, այլ ոչ թե կլինիցիստ ուղղորդի հետազոտության, եւ մեր մոտ շարժում ենք այդ տակտիկայով, եթե արկա է վնասվածք, սկսում ենք ռենտգեն հետազոտությամբ, ժխտում ենք ոսկրային պաթոլոգիան, այսինքն կոտրվածքները, հետո արդեն կիրառում ենք ուլտրաձայնային հետազոտությունը։ Ուլտրաձայնային հետազոտությունը նույնպես վնասվածքների ժամանակ շատ մեծ ինֆորմացիա է տալիս, թե փափուկ հյուսվածքների վնասման, ջլեր, կապաններ, արյունը հոդում, որը ունի տիպիկ նշանները, իսկ երբ որ ունենք քրոնիկական ցավ հոդերում, ավել քաշ եւ բուժառու նշում է, որ արդեն երկար ժամանակ ինքը ձգձգում է իր այցը բժշկին, ունի ցավ, տարբեր բարեկամների, հարազատների խորհրդով տարբեր տեսակի դեղորայք է արդեն ընդունել եւ հոգնել է դեղորայքից եւ ուզում է իմանալ իր ախտորոշումը, այդ դեպքում մենք ավելի նախընտրում ենք սկսել հետազոտությունը ուլտրաձայնային մեթոդով։ Երբ հասկանալով ուլտրաձայնային մեթոդի արդյունքներից, մենք արդեն գնահատում ենք, նաև խորհրդակցելով ռևմատոլոգի հետ կամ վնասվածքաբանի հետ, հասկանում ենք մեզ ռենտգեն հետազոտության մեթոդ ավելացնել, հավելյալ մեզ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ։ Շատ բուժառուներ ուղղակի եզրակացությունը վերցրած որոշում են, որ դա իրենց ախտորոշումն է, այնինչ կլինիկական կլինիցիստը կարելի ասել այլ կերպ կմեկնաբանի այդ վիճակը եւ որևէ խնդիր չի տեսնի կամ իր բուժման տակտիկան ու սխեման կփոխվի։ Այո, մենք այդ խնդիրները շատ ունենում ենք շրջաններում, երբ բուժառուն եկել է եւ ցանկանում է անցնել հետազոտություն ավարտից հետո ասում է, դե գրի ինչ անեմ, մենք դարձին պատասխանում ենք, որ մենք ռադիոլոգներս իրավունք չունենք բուժում գրելու, մենք ձեզ կարող ենք բայց ունենք մասնագետներ, եթե կողքի կաբինետում շրջաններում միշտ չի, որ մենք կողքի կաբինետում ունենում ենք բժիշկը, որովհետեւ մեր բժիշկները մեր շրջանի մասնաճյուղեր այցելում են որոշակի օրեր, որոշակի գրաֆիկով եւ տվյալ շրջանում տվյալ մասնագետի չլինելու դեպքում մենք խորհուրդ ենք տալիս մեր մասնագետից, եթե տվյալ շրջանում, տվյալ համայնքում կա նեղ մասնագետ, մենք խորհուրդ ենք տալիս, որ դիմեք ձեր պոլիկլինիկայի կամ ձեր հիվանդանոցի բժշկին, եթե հավելյալ ինֆորմացիայի կարիք կլինի կամ կցանկանաք երկրորդ կարծիք, ապա մեր մասնագետը այսինչ օրը կգա եւ դուք կարող եք նաեւ ստանալ մեր բժշկի խորհրդատվություն։ Կուզենայի խոսեք նաեւ ձեր կենտրոնի հագեցվածության, ինչպես հասկանում եմ, Վիտամեդ կենտրոնը ինքը արդեն ցանց է, որտեղ ունեք դուք մասնաճյուղեր, ինչ մասնագետներով եւ ինչ սարքավորումներով է հագեցած ձեր կենտրոնը։ Հագեցվածությունից խոսելուց կուզեի նշել նաեւ, որ մեր կենտրոնում հենց ռադիոլոգիկ ինֆորմացիան կենտրոնացված համակարգված է պաքս համակարգի մեջ, որտեղ որ մեր բոլոր բժիշկները իրենց համակարգիչներում կարող են դիտել մեր կենտրոնում իրականացված հետազոտության պատկերները։ Երբեմն ինչքան էլ մենք եզրակացություն մեր ուլտրաձայնային կամ ռենտգեն եզրակացությունը գրում ենք, կլինիցիստները շատ հաճախ ցանկանում են իրենք էլ տեսնել իրենց օրինակ թոքաբորբի դինամիկան, օրինակ մենք կարող է երբեմն փորձում ենք մենք նկարագրենք մաքսիմալ պարզ, որպեսզի բժիշկը այսպես ասած աշկերը փակի, պատկերացնի, թե օրինակ ռենտգեն նկարում իր ունեցած ինֆիլտրացիան ինչ ծավալի է, բայց այդուհանդերձ մենք այդ համակարգը ներդնելով բժշկին հնարավորություն ենք տվել, որ ինքը երկու նկարները իրար հետ համեմատի կամ ցանկացած դեպքում ներբեռնի, այո, պետքա նաև երբեմն պետքա լինում օրինակ իր մոտ ունենա, որ տանը եղած ժամանակ հիվանդը իրեն զանգի, ինքը բացի հասկանա, տեսնի ում մասին է խոսքը, իր մոտ ինչ էր եւ ըստ դրա արդեն իր մոտ եթե պետքա նույնիսկ կորեկցիան իրականացվի միջև լույսը բացվի, այսպես ասած եւ որտեղ կարող են այցելել ձեր կենտրոնները, կասեք, որ տեղում են, քաղաքում են, մարզերում են։ Մեր հիմնական մեծ մասնաճյուղը Երևան քաղաքում է, Բեկնազարյան 3 դրով 6 հասցեում, դա Աչափնյակ համայնքն է, իսկ մարզերում մենք առայժմ ունենք մասնաճյուղ Ստեփանավան քաղաքում, Գարեգին Նժդե 23 դրով 1 հասցեում, Չարենցավան քաղաքում ունենք, 4-րդ թաղամասի 19-րդ շենքում,
եւ մեր բոլոր մասնաճյուղերը աշխատում են նույն ստանդարտներով, աշխատում են նույն բժիշկները, միջին բուժանձնակազմը աշխատում է նույն ընթացակարգերով եւ բուժարուի համար տարբերություն այցելի Երևան թե այցելի մարզ չկա։ Միայն այն տարբերությունը, առավելությունը, որ մենք մարզերի համար ավելի մատչելի գներ ենք սահմանել։ Էլի շատ կարևոր փաստ է եւ շատ ողջունելի, որ կենտրոնական մասնաճյուղի մասնագետները նույնիսկ շաբաթվա որոշակի ժամեր եւ օրերի լինում են նաեւ դեր այլ մասնաճյուղերում։ Դա եւս կարծում եմ շատ կարևոր է բուժարուի համար։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ ձեր կենտրոնի եւ կատարված հետազոտությունների եւ գործունեությանը դեռ կանրադառնանք։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք ախտորոշիչ ամենակարևոր եւ հաճախ կիրառվող մեթոդներից ուլտրաձայնային եւ ռենտգենոլոգիական հետազոտությունների մասին։ Այսօրվա իմ հյուրն էր Վիտա Մեդբժշկական կենտրոնների հիմնադիր տնօրեն բժիշկ ռադիոլոգ Վարդան Մանուկյանը։ Իսկ այս պահին տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, այժմ գտնվում ենք Medline բժշկական կենտրոնում եւ այսօր փորձելու եմ ձեզ համար բարձել մի շատ հետաքրքիր թեմա, որը կարծում եմ շատերիդ հետ պատահել է կամ առնչվել եք։ Խոսքը վերաբերում է սպիերի մասին եւ մասնավորապես հետվիրահատական սպիերի մասին։ Շատ բուժարուներ, շատ պացիենտներ, երբ մոտենում են բժշկին, վիրահատության համար ցանկանում են կատարել վիրահատություն, բայց չեն ցանկանում ունենալ սպիեր։ Եկեք հասկանանք, որ եթե կատարվում է կտրվածք, ունենում ենք վերքային մակերես, ինչ-ինչ վիրահատության նպատակով, ապա այդ վերքի լավացումը արդեն իսկ պետք է լինի սպիագոյացման միջոցով։ Այսինքն վերքերը չեն կարող լավանալ, եթե չառաջանա այդ հատվածում սպի։ Բայց պետք է նաև հասկանանք, որ սպիերի առաջացումը չի նշանակում, որ այն պետք է լինի կոպիտ, պարտադիր, վատ որակի սպիեր։ Լավ որակի սպիերին հասնելու համար կան մի քանի տարբերակներ։ Մասնավորապես կիսով չափ այն պայմանավորված է, այն վիրաբուժական տեխնիկա, որ կիրառում է բժիշկը, կիսով չափ պայմանավորված է պացիենտի բուժարուի մաշկի որակական հատկություններից, ինչպես նաև պայմանավորված է հետվիրահատական շրջանում բուժարուի խնամքից եւ այն ցուցումներից, որ տալիս է բժիշկը հետվիրահատական շրջանում։ Վիրահատությունից հետո սպիի խնամքը իր մեջ ներառում է մի քանի էտապներ։ Առաջինը դա սպիի շրջանում օգտագործում ենք եւ կսում ենք սպիի ամբողջ երկայնքով, որտեղ որ այն տեղակայված կլինի հեղուկ, սիլիկոնային հիմքի վրա ստեղծված պրեպարատներ, որոնք բարելավում են սպիի որակը։ Ինչպես նաև օգտագործում ենք նաև այլ տեսակի, սիլիկոնային հիմքի վրա պատրաստված պրեպարատներ, մասնավորապես սիլիկոնային թեյփեր, որոնք փակցվում են արդեն իսկ սպիի վրա, որոնք նույնպես կատարում են նույն գործողությունը, նույն էֆեկտիվությունը ունեն, ինչ նախորդ նշածս պրեպարատները, եւ սրանով իսկ փորձում ենք բարելավել, կրկնում եմ, սպիի որակը։ Սպիի որակական հատկությունների վրա էական նշանակություն ունի հագուստը, որը որ կրում է պացիենտը։ Շատ ժամանակ, օրինակ կրծքի շրջանում, որովայնի շրջանում կամ այլ հատվածներում, երբ կատարվում են վիրահատություններ, ունենում ենք սպիեր, սպիերի մակերեսը փոքր չի լինում եւ օրինակ կրում են պացիենտները սինթետիկ հագուստներ, սա արդեն իսկ հակացուցված է։ Մինչև սպիագոյացման ավարտը, իսկ սպիագոյացման տևողությունը միջինում կազմում է 6-ից 18 ամիս, այսինքն միջինում 1 տարի, այս ժամանակահատվածում դեռ երբ շարունակական process-ի մեջ է սպիագոյացումը, չպետք է կրել սինթետիկ հագուստներ, քանի որ սինթետիկ հագուստը ինքը սպիի հետ շփման արդյունքում կարող է առաջացնել սպիի որակական հատկությունների վատ տարածում, սրանով իսկ կարող ենք ունենալ վատ որակի սպիեր։ Ինչպես նաև մինչ սպիագոյացման ավարտը խորհուրդ չի տրվում, որպեսզի սպիերը լինեն արևի ուղիղ ճառագայթների ներքո։ Սիրելի բուժարուներ, սիրելի պացիենտներ, սրանք հստակ կանոններ են, որոնց որ պետք է հետևենք, որպեսզի ակնկալենք լավ սպիագոյացում, բնականաբար կրկնում եմ, միայն խնամքով չէ պայմանավորված, պայմանավորված է նաև ձեր մաշկի որակական հատկություններով, պայմանավորված է այն վիրաբուժական տեխնիկայով, կարի տեխնիկայով, որը կատարում է ձեր բժիշկը, եւ այս կոմպլեքս գործողությունների արդյունքում կարող ենք ակնկալել լավ որակի սպիեր։ Իհարկե սպիերը պետք է նաև տեղակայված լինեն բնականաբար մաքսիմալ, քողարկված հատվածներում, բնական ցալքերում, եթե կան այդ հնարավորությունները, որպեսզի ինչպես սպիերի որակը լավ լինի,
այնպես էլ այդ քողարկվածությունը տա այն հնարավորությունը, որպեսզի մաքսիմալ ունենանք քիչ տեսանելի սպիեր։ Տարբերում ենք մի քանի տեսակի սպիեր, նորմոտրոֆիկ սպիեր, սրանք նորմալ սպիերն են, ատրոֆիկ սպիեր, երբ սպին մաշկի մակերևույթից մի փոքր ցածր տեղակայում ունի, տարբերում ենք հիպերտրոֆիկ սպիեր, երբ մաշկի մակերևույթից բարձր են տեղակայված սպիերը, եւ կան կելոիդ տեսակի սպիեր, որոնք որ կարծես ամենաագրեսիվ տեսակի սպիերն են եւ սրանց հետ աշխատելը բնականաբար ամենահեշտ աշխատանքներից չէ։ Նշեմ, որ միևնույն մարդու մարմնի տարբեր տեղամասերում անգամ կարող են տարբեր որակի սպիեր առաջանալ։ Օրինակ, պարանոցի շրջանում, միջթիակային հատվածում, կրծքավանդակի առաջային պատի շրջանում, միջկրծքային հատվածում, սրանք օրինակ տեղամասեր են, որտեղ որ սպիերի առաջացումը եւ սպիագոյացումը հակում ունի կոպտացման։ Եվ բնականաբար պետք է հասկանանք, որ բացարձակ ճանապարհ չկա, բացարձակ ուղի չկա, որով որ կարող ենք միանշանակ վստահորեն ասել, որ այ հստակ ունենալ ենք լավ որակի սպիեր։ Լավ որակի սպիերին հասնելու ճանապարհը, ինչպես արդեն նշեցի, ճիշտ խնամքն է, այն ճիշտ կարի տեխնիկան է, վիրաբուժական տեխնիկան է, որը նույնպես պետք է կիրառի վիրաբույժը եւ իհարկե ձեր մաշկի որակական առանձնահատկություններն։ Եզրափակելով խոսքս ցանկանում եմ ասել սիրելի բուժարումներ, պացիենտներ, որ չպետք է վախենալ սպիերից, այլ ուղղակի պետք է հետևել ձեր բժիշկի խորհուրդներին եւ կատարել այն ցուցումները, որոնք որ ձեր բժիշկը ձեզ տալիս է։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք։ Սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով։ Հիշեցնեմ, որ այս հատվածի մեր գործընկերն է Tonus Les տեղագործական ընկերությունը, որը հայաստանյան շուկայում է արդեն 25 տարի։ Tonus Les-ը հայտնի է վիտամինների արտադրությամբ եւ դեղորայքի ներկրմամբ։ Ընկերությունն ունի մոտ 90 դեղատուն Հայաստանի ողջ տարածքում։ Tonus Les առողջության եւ կենսունակության գրավական։ Այսօր խոսելու ենք շատ հետաքրքիր եւ կարծում եմ բավական անհրաժեշտ թեմայի մասին, յուրաքանչյուր ծնողի համար իր երեխայի առողջությունը կարելի ասել ամենաառաջնայինն է։ Իսկ ինչպես կարելի է պահպանել առողջությունը։ Բնականաբար առաջին հերթին կանխարգելելով։ Կանխարգելման հարցում ամենակարևորը թերևս սկրինինգային տեստերն են, իսկ ինչ է իրենց ներկայացնում երեխաների սկրինինգային ծրագրերը եւ ինչպես են իրականացվում, ինչպիսի հաճախականությամբ եւ որ տարիքից է անհրաժեշտ դիմել սկրինինգային տեստերի, այսօր կզրուցենք մեր հյուրի հետ։ Այսօրվա իմ հյուրն է Wigmore ընտանիքի առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն մանկաբույժ Լիլիթ Մարությանը։ Ողջույն բժշկուհի Մարության։ Այսօր խոսելու ենք սկրինինգ տեստերի մասին, եկեք լուսաբանենք առհասարակ ինչ են իրենցից ներկայացնում սկրինինգ տեստերը։ Ծնողները շատ լավ գիտեն, երբ դիմել բժշկի, երբ երեխան ունի որևէ գանգատ, բայց սովորաբար շատ լավ չեն պատկերացնում, թե արդյոք պետք է դիմել եւ երբ դիմել բժշկի, եթե երեխան որևէ գանգատ չունի, այսպես կոչված առողջ այցերի։ Բայց իրականում առողջ այցերը մանկաբույժի եւ ընտանեկան բժշկի ոչ պակաս կարեւոր են, քան հիվանդության ժամանակ այցերը։ Այո, համաձայն եմ։ Խնդրեմ թվեք օրինակ, որ տարիքից է անհրաժեշտ սկսել սկրինինգ տեստերը, կարծես թե հենց նորածնային տարիքից սկսած կան անհրաժեշտ տեստեր, որոնք նույնիսկ այդ առաջին կյանքի առաջին օրերից սկսած կատարվում են, բայց հետո երբ արդեն պատասխանատվություն է ծնողի պարբերաբար բերել եւ հաճախել ստուգման, միգուցե թերանում ենք, այնպես որ խնդրեմ նաեւ պատմեք հենց կյանքի առաջ օրվանից սկսվող սկրինինգներից։ Այո, ճիշտ եք եւ հասկանանք առհասարակ ինչ է սկրինինգը, ինչպես է դա իրականացվում, արդյոք բժշկի միայն հմտությունները եւ գիտելիքները բավարար են, թե որևէ թանկարժեք գործիքային հետազոտությունների կարիք կա կամ գործիքների կամ մեթոդների, իրականում ոչ, սկրինինգը դա հիմնականում բժշկի կողմից կատարվող զննման ժամանակ որոշակի գործողություններ են, որոշները տեստի միջոցով, որոշները հենց բժշկի զննման կամ հարցաշարերի միջոցով, որոնք ներողություն բժշկուհի, որ ակցենտավորեցինք այս հատվածը, որովհետև շատերին թվում է, որ սկրինինգը անպայման պիտի ինչ-որ գործիքային հետազոտություն լինի, բարդ ռադիոլոգիական կամ միջամտական, այնինչ նույնիսկ սովորական զննումը կարող է համարվել սկրինինգ, այսինքն կանխարգելում որևէ հիվանդության։ Մեծահասակների պրակտիկայում կան նաև այդպիսի հետազոտություններ, որոնք էլի համարվում են սկրինինգ, բայց պահանջում են ավելի թանկարժեք բարդ
միջոցառումներ, միջամտություններ, սակայն մանկական տարիքում մի փոքր այլ է եւ բժիշկները բոլորը տիրապետում են այդ գործիքներին, ինչպես կատարել սկրինինգ եւ սկրինինգը դա մի միջոցառում է, որը ուղղված է նրան, որպեսզի վաղ փուլում հայտնաբերել որևէ հիվանդություն կամ հակվածություն եւ կանխել դա կամ վաղ միջամտության շնորհիվ բարելավել երեխայի կյանքի որակը, այո, եւ կանխել այդ հիվանդությունը։ Եվ ինչպես նշեցիք, սկսած նորածնային տարիքից արդեն ունենք սկրինինգներ, հենց ծննդատանը արդեն իսկ Հայաստանում կատարվում են 7 սկրինինգներ, տարբեր բնածին եւ այլ հիվանդությունների վաղ հայտնաբերման, որովհետեւ եթե ունենք այդ հիվանդությունները, բայց օրինակ ախտանիշները ունենալու ենք շատ ավելի ուշ եւ չմիջամտենք վաղ փուլում, մենք կունենանք խնդիր, կունենանք կյանքի որակի իջեցում եւ անգամ հաշմանդամություն եւ մահ։ Այսինքն սա շատ կարևոր միջոցառումներ է եւ այո, նորածնային շրջանից դա սկսում է, հետո արդեն երբ որ բալիկը դուրս է գրվում եւ գրանցվում է իր առաջնային առողջության պահպանման օղակ, դա շարունակվում է հենց այսպես կոչված պոլիկլինիկաներում, իրականացնում են մանկաբույժները եւ ընտանեկան բժիշկները։ Եվ Հայաստանում մենք ունենք մշակված ժամանակացույց, որովհետեւ երկրից երկիր իրականում դա կարող է տարբերվել ամեն երկիր ինքն է որոշում ինչ միջոցներ ունի, ինչ է անհրաժեշտ հենց իր ազգաբնակչության համար, մենք ունենք բավականին լավ մշակված մեր սկրինինգները, որոնք իրականում լավ են կատարվում, բայց կարելի է ամեն անգամ դրա մասին նորից հիշեցնել, շեշտել, որ միշտ կանխարգելումը նույնչափ կարևոր է, այսպես ասենք, քան բուժումը։ Փաստորեն կան երեխաների հատուկ ժամանակացույց, որի համապատասխան պետք է անցնեն այս կանխարգելիչ եւ սկրինինգ տեստերը։ Եկեք թվենք այս խմբերը, մինչև 2 տարեկանն են կարծես թե 2-ից 8 կամ 6 տարեկան, հիմա դուք ինձ կուղեք եւ ավելի մեծ տարիքում, որոնք են այդ տեստերը մինչև 2 տարեկան եւ ինչպես են կատարվում։ Պայմանական, այսպես ասած, բաժանում ենք այո վաղ տարիքի սկրինինգները, դրանք մինչև 2 տարեկան հիմնականում սկրինինգներն են եւ ամենահաճախը հենց այս տարիքային խմբում է, այնտեղ մոտ 6-7 այց է, մինչև 1 տարեկան, 1-ից 2 տարեկան արդեն իսկ 2 այց է եւ 2 տարեկանից հետո արդեն հաճախականությունը տարեկան 1 անգամ է եւ ամեն մի այց ոնց որ ունի իր ծավալը սկրինինգի, հա, 1 անգամ անհրաժեշտ է միայն զննում, որոշ հարցերի քննարկում, մյուս անգամ ավելի ինչ որ հետազոտության կամ գործիքային կամ օրինակ տեսողության ստուգում կամ լսողության ստուգում կախված տարիքից եւ հետո պայմանական արդեն առանձնացնում ենք ոնց որ 2-ից մոտավոր դեռահասության շրջանը եւ արդեն դեռահասության շրջանի էլի ոչ պակաս կարեւոր սկրինինգները, որ էլի շատ բաներ կարող են կանխարգելել։ Սրա մասին կարող ենք ավելի մանրամասը խոսալ։ Ինձ հետաքրքիր է օրինակ, եթե ընտանիքում որոշակի հիվանդությունների հակվածություն կա, արդյոք այս տարիքում որևէ սկրինինգ ավելանում է կամ պակասում է, թե դա այդքան էլ էական չէ եւ իրենք բոլորը ստանդարտ են բոլոր խմբի երեխաների համար։ Իհարկե բժիշկը անհատական զրույցի խորհրդատվության ժամանակ հաշվի է առնում պարտադիր ընտանեկան պատմությունը, ընտանեկան անամնեզը, հիվանդություն, հակվածությունները, սակայն տարիքային խմբի համար, եթե երեխան ունի այլ ռիսկեր, օրինակ անհասների համար կամ փոքր քաշով ծնվածների կամ որոշ համախտանիշով երեխաների համար, իրենց համար այս առողջ այցերը մի փոքր այլ են, անհասության դեպքում այլ բան է ստուգվում եւ ավելի հաճախ եւ ակցենտը դրվում է որոշ օրգան համակարգերի համար կամ դա ունի համախտանիշի դեպքում մեկ այլ բանի վրա է այդ ակցենտը դրվում, բայց այո, առանձնահատկություններ իհարկե կան, առանձնացվում են։ Իհարկե թեման ծավալուն է, հուսամ ենք դեռ կհասցնենք անդրադառնալ այս բոլոր տեստերին եւ կարեւորությանը սկրինինգ տեստերի, եթե կարելի է վերջում խորհուրդ ծնողներին լսենք ձեզանից։ Իրականում ծնողները նույնպես պետք է որոշակի պատասխանատվություն կրեն այս հարցում, բժիշկը նույնպես, սակայն ծնողը միշտ պետք է
ճշտի բժշկից, հաջորդ այցը երբ է, ինչ ունենք անելու, իր հարցերը նախապես պատրաստի եւ ինչը քիչ կարեւոր չի, ինչպես խոսացինք, այդ մշակույթը զարգացնելու երեխայի մեջ եւ նաեւ երեխային նախապատրաստելու, որ մեծանալուն պես դու էլ պետքա քո հարցերը տաս, մտահոգությունները, խնդիրները եւ սովորես բժշկի հետ քննարկել քո առողջական խնդիրները։ Ես սա շատ եմ կարևորում, հենց երեխային սովորացնելը, որովհետեւ դա իր ամբողջ կյանքի հետագա առողջության գրավականն է լինելու։ Այո, շնորհակալ եմ շատ Բժիշկ Մարության այս հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրն էր Wigmore ընտանիքի առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն մանկաբույժ Լիլիթ Մարությանը եւ խոսեցինք երեխաների սկրինինգային տեստերի կարեւորության, անցկացման հաճախականության եւ առանձին տարիքային խմբերում անցկացվող տեստերից։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի գործընկերն է Տոնուս Լես տեղագործական ընկերությունը իր Գիպոպո մանկական սննդի ապրանքանիշով։ Գիպոպոն օգտակար սնունդ է, նախատեսված ձեր փոքրիկի բնականոն աճի համար։ Գիպոպո շիլաներն ու հյուսերը պատրաստված են օգտակար հատիկաբույսերից եւ էկոլոգիապես մաքուր մրգերից ու բանջարեղեններից։ Գիպոպոն պատրաստում են փորձագետները, վստահում են մայրիկները։ Իսկ այս պահին տեղափոխվենք Իդեն բժշկական կենտրոն։ Ողջույն, մենք գտնվում ենք Իդեն բժշկական կենտրոնում, ես Քրիստինե Մկրտչյանն եմ եւ այսօր կզրուցենք, թե ինչ է սպորտային մերսումը, կինեզոլոգ մերսող Արմինե Վերդիի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Կխնդրեմ ներկայացնեք ինչ է սպորտային մերսումը եւ ինչով է տարբերվում այլ տեսակի մերսումներից։ Սպորտային մերսումը հատուկ մասնագիտական մեթոդ է, որը կենտրոնանում է մկանների վերականգնման, տոնուսի բարձրացման եւ վնասվածքների կանխարգելման վրա։ Ի տարբերություն այլ մերսումների, մեր դասական մերսումների, սպորտային մերսումը քիչ ավելի ինտենսիվ է եւ թիրախավորում է հատուկ մկանային խմբեր, պայմանավորված մարզիկի սպորտաձևից կամ ծանրաբեռնվածությունից։ Շատ լավ, իսկ ով է օգտվում սպորտային մերսումից։ Ճիշտ եք, թյուր կարծիքա թե սպորտային մերսումը նախատեսված է միայն պրոֆեսիոնալ մարզիկների համար, սակայն սպորտային մերսման մեր պրոցեդուրաներից կարող են օգտվել նաև այն անձիկ, ովքեր ունեն ֆիզիկական ակտիվություն, ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ ի վերջո ունեն գերլարված մկաններ։ Այ հիմա կպատմեք, թե ինչպիսի տեխնիկաներ են օգտագործվում սպորտային մերսման ընթացքում։ Իհարկե, սպորտային մերսման ընթացքում կիրառում են խորը հյուսվածքային մերսում, շփումներ, տրորումներ, որոշակի հարվածներ, ինչպես նաև մեր մերսման ընթացքում մեզ օգնության է գալիս որոշակի ապարատուրաներ, ինչպիսին է բլեյդը կամ վիբրացիոն սարքը։ Ինչ առավելություններ ունի սպորտային մերսումը։ Սպորտային մերսումը թույլատնում է մկանային լարվածությունը, նվազեցնում է վնասվածքների հավանականությունը, ակտիվացնում է մկանների շարժունակությունը եւ առողջականությունը եւ իհարկե ամենակարևորը վերացնում է մկանային ցավերը։ Իսկ այդ դեպքում հակացումներ կան պրոցեդուրայի։ Իհարկե, սպորտային մերսման հակացություններն են սուր վարակիչ հիվանդություններ, մաշկային վարակներ, սրտանոթային բարդ հիվանդություններ, վերջերս ստացված ծանր վնասվածքներ կամ վիրահատություններ։ Այս դեպքում պարտադիր բժշկի ցուցումով է իրականանում։ Կմանրամասնեք, քանի անգամ է կարելի սպորտային մերսում անցկացնել։ Սպորտային մերսումը հաճախականությունը պայմանավորված է շատ ավելի մեր պացիենտի սպորտաձևից, պատրաստվածությունից, եթե ինքը հաճախականությունն ավելի շատ է պրոֆեսիոնալ մարզիկ է, խորհուրդ է տրվում շաբաթը 2 անգամ։ Իսկ մնացած դեպքերում պրոֆիլակտիկ անհրաժեշտ է ամիսը 1-ից 2 անգամ։ Կարծում եմ շատերին կհետաքրքրի, իսկ սպորտային մերսումը կարող է օգնել նիհարելուն։ Սպորտային մերսման դերը շատ կարևոր է նիհարելու process-ում, բայց այն process-ը չի ինքը ինչպես ազդեցություն ունեն առողջ սնունդը կամ ֆիզիկական ակտիվությունը, բայց սպորտային մերսման առավելությունը նրանումն է, որ ակտիվացնելու է նյութափոխանակությունը, որն էլ ավելի կարագացնի ցանկալի արդյունքին հասնելու համար։ Եվ վերջապես, կասեք, թե ինչպես պետք է պատրաստվել սպորտային մերսմանը։ Սպորտային մերսում կատարելուց առաջ անհրաժեշտ է նվազեցնել կոֆեինը, ալկոհոլի քանակը, մերսումից հետո անհրաժեշտ է ջուր խմել տոքսիններից ազատվելու համար, անհրաժեշտ է իհարկե տաք հագուստ ունենալ
եւ բարձր տրամադրություն։ Շատ շնորհակալ եմ գեղեցիկ եւ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Իդրամ բժշկական կենտրոնում, ձեզ հետ Կրիստինան էր, կհանդիպենք։ Ահա եւ պարզեցինք ինչ է իրենից ներկայացնում սպորտային մերսումը եւ ինչով է այն տարբերվում մերսման այլ տեսակներից։ Այս պահին առաջարկում եմ տեղափոխվել մեր հաջորդ գործընկերոջ իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոն, տեսնենք թե մեր մասնագետները ինչ նյութ են պատրաստել։ Ողջույն, մենք գտնվում ենք իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում, ես բժիշկ ստոմատոլոգ Ժիրայր Ջուպալյանն եմ եւ այսօր ձեզ կներկայացնեմ տարբերությունը վինիրների եւ շապիկների միջեւ։ Առաջի հերթին կուզեմ մի փոքր զրուցենք վինիրների մասին։ Ընդհանուր գոյություն ունի երկու ձևի վինիրներ՝ կերամիկական եւ կոմպոզիտային վինիրներ։ Կերամիկական վինիրները դրանք կերամիկական շերտեր են, որոնք տեղադրվում են ատամների վեստիբուլյար, այսինքն դիմային հատվածում։ Իսկ կոմպոզիտային վինիրները դրանք պատրաստվում են պլոմբանյութից, հենց կլինիկայում եւ մեկ այցի ընթացքում։ Իսկ շապիկների տարբերություն վինիրների արդեն տեղադրվում են ոչ թե միայն ատամների վեստիբուլյար, այսինքն դիմային հատվածում, այլ ամբողջ ատամի մակերեսով։ Բժիշկը կատարում է առաջի հերթին տաշվածք եւ այնուհետեւ վերցնում է դրոշմ, այսինքն չափս եւ ուղարկում ենք լաբորատորիա, որպեսզի հետագայում անցնեն մի քանի փուլեր։ Շապիկները նույնպես լինում են տարբեր ձևերի, ներկայումս ամենաշատ օգտագործվող շապիկներից են մետալոկերամիկական շապիկները, ցիրկոնի երկօքսիդից պատրաստված շապիկները եւ լրիվ կերամիկական շապիկները։ Մետալոկերամիկական շապիկների դեպքում տվյալ շապիկը պատրաստվում է երկու նյութից, ներքինից այն ծածկվում է մետաղով, իսկ արտաքինից արդեն կերամիկայով։ Ցիրկոնիումի երկօքսիդից պատրաստվող շապիկները իրանք ընդհանուր պատրաստվում են մեկ նյութից, այսինքն ցիրկոնիումի երկօքսիդից, իսկ լրիվ կերամիկական շապիկները նույնպես պատրաստվում են մեկ նյութից, դա կերամիկան է։ Եկեք մի փոքր խոսենք վինիրների ցուցումների մասին։ Վինիրներ ունեն տարբեր ցուցումներ, առաջինը դա էսթետիկ ցուցումն է, այսինքն երբ որ պացիենտը ունի ցանկություն, որպեսզի ուղղի ատամի ձևը կամ գույնը, երկրորդ պատճառը դա ատամների արանքում գտնվող փոքր տարածություններն են, որոնք պացիենտին կարող են պատճառել էսթետիկ խնդիրներ, այդ դեպքում նույնպես ցուցված են կատարել վինիրները, ինչպես նաև երբ որ պացիենտի մոտ առկա է ատամների դիրքի շեղում, բայց փոքր քանակությամբ, այդ դեպքում նույնպես ցուցված են պատրաստել վինիրները։ Եկեք մի փոքր պատմեմ կոմպոզիտային եւ կերամիկական վինիրների փուլերի մասին։ Կոմպոզիտային վինիրների դեպքում, երբ պացիենտը հաճախում է մեզ մոտ, առաջի հերթին պլանավորում ենք, թե արդյոք ցուցում կա անել, թե ոչ։ Եթե մենք որոշել ենք կատարել կոմպոզիտային վինիրներ, ապա առաջի այցի ժամանակ պացիենտին կատարվում է տեղային անզգայացում, այնուհետև կատարվում է տաշվածք եւ հենց պլոմբանյութի օգնությամբ շերտ առ շերտ հավաքվում է ատամի շերտերը, այսինքն դենտին եւ էմալային շերտ։ Այնուհետև կատարում ենք կոմպոզիտային վինիրների վերջնական հարթեցում եւ փայլեցում եւ վերջի փուլը ավարտում ենք պացիենտի եւ բժշկի վերջնական արդյունքի գնահատմամբ։ Իսկ կերամիկական վինիրի դեպքում ի տարբերություն կոմպոզիտային վինիրի արդեն անցնում ենք մի քանի փուլերով։
Այն քանի որ պատրաստվում է լաբորատորիայում, առաջի բուժայցի ժամանակ պացիենտից վերցնում ենք դրոշմ, այսինքն չափս, որպեսզի հետագայում մենք պատրաստենք պացիենտին ժամանակավոր վինիրներ եւ պացիենտը կարողանա գնահատի հետագա արդյունքը։ Այսինքն առաջի բուժայցի ժամանակ մենք պացիենտից ստանում ենք դրոշմ։ Երկրորդ բուժայցի ժամանակ արդեն կատարում ենք ատամների վերջնական հղկում եւ երկրորդ բուժայցը ավարտվում է պացիենտներին տեղադրելով ժամանակավոր վինիրները։ Երրորդ բուժայցի ժամանակ արդեն բժիշկի մոտ առկա է լինում պատրաստի վինիրները, այդ վինիրները տեղադրում ենք պացիենտի ատամների վրա, բժիշկը եւ պացիենտը գնահատում են վերջնական արդյունքը, ինչպես նաեւ բարձրությունը եւ անցնում ենք արդեն վերջի փուլին, որը 5-րդ փուլն է եւ ֆիքսացիան է։ Բժիշկ ստոմատոլոգը կատարում է վինիրների ֆիքսացիա եւ վերջում բժիշկը եւ պացիենտը գնահատում են վերջնական արդյունքը։ Եվ բժիշկը նշանակում է պացիենտին տնային խնամք տարբեր միջոցներով, որպեսզի հետագայում վինիրները պացիենտի համար ծառայեն ավելի երկար։ Եվ մի փոքր խոսենք կոմպոզիտային եւ կերամիկական վինիրների տարբերության մասին, ինչպես նաեւ ընդհանուր վինիրների եւ շապիկների տարբերության մասին։ Կոմպոզիտային վինիրների տարբերություն կերամիկական վինիրների պատրաստվում են 1 կամ մաքսիմում 2 բուժայցով։ Կոմպոզիտային վինիրները հետագայում կոտրվելու դեպքում հնարավոր է հեշտ վերականգնել, ինչպես նաև կոմպոզիտային վինիրների դեպքում գույնի փոփոխությունը կարող է լինել շատ ավելի հեշտ։ Իսկ կերամիկական վինիրների հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ մենք իրանով կարող ենք ստանալ ավելի լիարժեք էսթետիկ արդյունք, եւ ամենավերջում կերամիկական վինիրների տարբերություն կոմպոզիտային վինիրների իրանք ծառայում են ավելի երկար, իսկ այդ դեպքում երբ որ մենք ունենք ատամի մեծ մասի քայքայվածություն կամ կորուստ, ինչպես նաեւ երբ որ ատամի մեծ մակերեսի վրա տեղադրված են մեծ ծավալով պլոմբանյութեր, ապա այդ դեպքում մենք առաջնահերթությունը տալիս ենք ոչ թե վինիրներին, այլ շապիկներին։ Դե ինչ, այսօր պարզեցինք տարբերությունը վինիրների եւ շապիկների միջև, կհանդիպենք։ Դե ինչ արգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը։ Իսկ միշտ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեր եթերները կարող եք դիտել նաև մեր YouTube-յան ալիքում։ Այսօր գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք ամենից հաճախ կիրառվող ախտորոշիչ մեթոդներից ուլտրաձենային եւ ռենտգեն հետազոտությունների մասին եւ որ դեպքում են այս մեթոդները կիրառվում եւ ավելի ինֆորմատիվ։ Հաջորդիվ զրուցեցինք մանկական տարիքում սկրինինգային տեստերի մասին, խոսեցինք սպորտային մերձման կարևորության եւ անհրաժեշտության մասին, խորհուրդ մասնագետի էջում պարզեցինք ինչպես կարելի է բարելավել հետվիրահատական սպիերի որակը։ Այնուհետև քննարկեցինք իմպլանտում ստոմատոլոգիական կենտրոնում վինիրների եւ շապիկների կարևորության եւ տարբերության մասին, ինչպես նաեւ խոսեցինք սպորտային մերձման ցուցումների մասին։ Այսօր պատրաստել էինք այսքանը, եղեք առողջ։